տնտեսությունը էականորեն կրճատվի, եկամ տարկը պիտի ավելի բարձր լինի, քան թե շահութարկը։ Գրաֆիկորեն խաչ է ստացվում, գալի խաչվում են, եթե գրաֆիկը պատկերացնում։ Այդ նույնիսկ ապագա տարածքում այդ խնդիրը անուն է ստացել, ասում են Բագրատյանի խաչ։ Ես այդ լուրջ եմ ասում։ Հնարավոր է այս բանը նստել, ասենք մի հսկա պետության ղեկավարի հետ խոսել, որպես մասնագետ։ Հայաստանում դա բացառվում է։ Հայաստանում գիտեք, իրանք արդեն գիտեք ինչ կա, տնտեսական կյանքի մոնոպոլիզացիան տարել է, որ իրանք են իրանցով, հասկանում եք, խելոքով թե դմբոյով իրանց են։ Ուրիշ ինֆորմացիա իրանց չի մտնում։ Եվ ես կարծում եմ, որ իրանք պարզապես մակարդակ չունեն։ Վրաստանը երկիր է դառնում։ Մենք Վրաստանից 96 թվականին մի բան չէինք, իհարկե 96-ի համար հիմա մի քիչ փոփոխություններ եղել էր այստեղ, բայց 96-ը Վրաստանը ծիծաղել էր Հայաստանի համար։ Հայաստանը թափով առաջ էր գնում։ Այսօր Վրաստանը առաջացել է մեզի, իսկ Ադրբեջանը արդեն բոլոր ցուցանիշներով մակրո մակարդակի մեկ շնչի նկնող, չեմ ասում, ընդհանուրով միշտ էլ Ադրբեջանը մեծ է։ Երկուսս անգամ գերազանցում է Հայաստանը։ Այստեղ այդ դեպքում լուծումները տնտեսական են թե քաղաքական, պարոն Բագրատյան։ Եվ քաղաքական, եւ տնտեսական։ Եվ քաղաքական, որտեղ նախ իշխանությունը քաղաքական պետք է պլուրալիզացված լինի իշխանությունը։ Իշխանությունը պիտի հետադարձ կապ ստանա, ֆիդբեք ստանա, հասկանում եք, իշխանությունը հենց օպոզիցիայի միջոցով որ պիտի հասկանա ինչն է սխալանում։ Օրինակ վստահ եմ, գազի հարցը կոնկրետ, եթե մի քիչ շուտ իմանային, թաղվեին, միան ստուգեին, համարձակվեին ստուգել Կարեն Կարապետյանի 100 գազարդի հաշիվները, ասեին, ընկեր ջան, պարոն ջան, այսքան գազ բարձրացնել չենք վանել։ Չի հասնում։ Եկու գրպանի ծախսներ ես բերեմ մցել այստեղ։ Սա էր հարցադրումը։ Հասկանում եք, այսինքն տեղեր կան, որ իշխանությունը խորանալ կհասկանար, կամ հարկային փոփոխությունները որ անեն, օրինակ նույն այդ եկամտահարկի փոփոխությունը կամ մեզ պետք է ավելացված առարկի հարկը։ Եթե մենք մեկը մարդը Հայաստանից գնում է, հետ չենք տալիս փողը։ Եթե մարդը արտահանում է կատարում, փողը հետ չենք ստանում։ Ինչ ենք մտածում մեր ձևի ավելացված առարկի հարկը։ Այդ իշխանությունը այս բոլորը որ կընտրեր հասկանար, երևի կգնար այս փոփոխություններին, չի կարողանում ըմբռնել։ Իշխանական քարոզչամեքենան նշում է, որ բարելավել է հարկային վարչարարությունը, քիչ ստուգումներ կա մինչև 2011 թվականը հարկայինից բացի որևէ մեկը չի կարող ստուգել, վարչավարությունը շատ նորմալ մակարդակի վրա է, կոռուպցիա չկա, ի վերջո, սա դրական քայլ չէ։ Դրանք իշխանությունն ասում է կոռուպցիա չկա, չէ՞։ Բայց հարկայինի տեսչության պետը Գագիկ Խաչատրյանը բացում է խանութ եւ այդ խանութի բացմանը գնում է Սերժ Սարգսյանը, ընդամենը 5 օր առաջ։ Սերժ Սարգսյանը պարտավոր է ասել, անգիր ջան, դու մինիստր ես թե խանութ բան։ Հույսեն փողոտան բացած խանութ։ Դրանից հետո ինձ մի փորձ եք համոզել, թե հարկայինում կաշխարակերություն չկա։ Հարկայինի ցանկացած աշխատող լինի Գյումրի, լինի Երևան, ամենաակտիվորեն բիզնեսներ են բացում, բնակարաններ են առնում։ Մարդ կա, որ 40 բնակարան հարկայինից։ Այո, կան այդպիսի մարդիկ։ Իսկ վարչարարության առումով։ Իսկ վարչարարությունը ինչ կան, մի քանի կանաչի ծախող պարավներից մեծ մարդկանցից կարողացան փողերը փոկել, դա է։ Ինչ են արել։ Բյուջեն եք ուզում անել։ Բյուջեն 3 միլիարդ դոլարը դառել է 2 միլիարդ։ Հիմա այդ 1 միլիարդը ծախսանելու համար ամեն տարի 1 միլիարդ առնվազն պարկ պիտի վերցնեն։ Նոր պարկ պիտի վերցնեն, այն 5 պարտել հեսա գալիս է, ասեցի, չէ, 2 տարի հետո 500 միլիոն դոլար է անում։ Սա է խնդիրը, այսինքն խնդրին պետք է կարողանալ մեծ հաշվով նայել, ինչ եղավ։ Իսկ պետությունը հնարավոր է կանգնեցնել ընկածման եզրին։ Անպայման։ Եվ ես անպայման դա 3-4 տարի հետո ամենայն հավանաբար տեղի կունենա։ Կարող է ճարը գտնեն։ Այս անգամ, այն անգամ, չգիտեմ, ծախեցին էներգետիկ համակարգը տվեցին դիմացը պարտքերի։ Այս անգամ ասենք Սևանա լիճը կտան, Արագածի սարը կտան, ինչ կա տալու, չգիտեմ։ Եթե բան չեն տալու, կասեն դեֆոլտ է, չեն կարող վճարել։ Ինչ չափանիշների պետք է համապատասխանի, որ պետության դեֆոլտ հայտարարվի։ Ուրեմն այդպեսի չափանիշ ստանդարտ չկա։ Ես հիշում եմ մի անգամ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչն նստած խոսում էր Երևանում, հիմար բաներ էր ասում էր, մեր արտաքին պարկը չի անցել հնա 50%-ը։ Մարդը տեղյակ չէր կառուցվածքը։ Կարևորը պարկը չի, կարևորը սպասարկման եւ մարման փողն է հնայի նկատմամբ։ Մարդը չէ տեսել, որ 2 տարում 5 անգամ ավելանում է։ Չէր հասկացել էլ այսքան բանը։ Այս թիվը արդեն մեզ մոտ այս թիվը արդեն շուտով կանցնի 10% հնայի։ Դա սարսափելի թիվ։ 2013-ին կազմի հնայի 10%-ը։ Վարկի արտաքին վարկի մարման ու պարկին։ Այդ էլ եթե նոր վարկ չվերցեն, չնայած կվերցնեն, այ հիմա էլ ուզում են 1 միլիարդ վերցնել էլի դոլարը, որ բերեն այդ փողը շինարարություն անեն, մեջտեղ փող աշխատեն, հասկանում եք։ Ուրեմն ես ասեմ, որ
վիճակը շատ վատ է։ Եվ երբ որ մարդը խոսում է, մարդը պետք է հասկանա, կան թվեր, որ ստանդարտ թիվ չկա։ Այո, Լիբերիայի պարտքը, այդպես մի երկիր կա Աֆրիկայում, Գվինեական ծոցի ափերի մոտերքը, նրա արտաքին պարտքը հնարաբերությունը 5 անգամ ավելի քան թե Հայաստանը։ Աշխարհի ամենամեծ պարտք ունեցող երկիրը դա է։ Բայց հասկացեք, Լիբերիա այնտեղ երկիր չկա։ Այնտեղ բյուջետ չկա, այնտեղ թոշակ չկա։ Այսինքն նույնիսկ Աֆրիկայում մոտ 55-60 պետություններից, մոտ 50 պետությունից 20-ը արդեն Հայաստանից լավ են։ Մենք Աֆրիկայի հետեղ չենք կարող ամոթել։ Եթե 10 տարի առաջ, պատերազմից անմիջապես հետո, Հայաստանը մեջտեղն էր ամենալավ պետությունների, ամենավատ պետությունների բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներով։ Այն ժամանակները, որ միշտ անեցում էին, ասում էին ցուրտ էր, մութ էր եւ այլն, այդ մեր ժամանակները։ Հայաստանը ծայրի ու մեջտեղի մեջտեղում էր, հիմա Հայաստանը մեջտեղի ու ծայրի մեջտեղում է։ Բոլոր ցուցանիշներով նահանջելով երկու պետությունների մեջ 120-ից 125-րդ տեղը, 75-ից 80-ից։ Պարոն Բագրատյան, հիմա ձեր ասելով հիմնական խոչընդոտը դա օլիգարխիկ տնտեսություն։ Այո, 100 քայլ ծրագիրը, որը մշակված է Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությամբ, հրապարակված է որպես կոնգրեսի ղեկավար, հիմնականը մենք գտնում ենք, որ պետք է կատարել կապիտալի վերաբաշխում խոշորից դեպի միջինը։ Պետք է ստեղծել այդ միջին խավը։ Մենք բան չունենք, եթե մարդը խոշոր բիզնեսմեն է, թափ ունի, թող աշխատի, բայց միայն եթե արտահանում կա։ Եթե ներսում մարդը խոշոր բիզնեսմեն է դարձել, որովհետև իրան են տվել շաքարավազ ծախելու իրավունքը, կներեք, սրանից հետո մի հոգու տեղը 1000 հոգի կունենա այդ իրավունքը, բոլորը կունենան այդ իրավունքը։ Եթե մարդը խոշոր բիզնեսմեն է դարձել ունենալով մոնոպոլիա, մենաշնոր, բենզին կամ դիզվառելանոց վաճառքելով, հիմա այդ իրավունքը կտրվի բոլորին։ Սկզբից կարող է պատահի ինչ որ ձևի է շուկան մի քիչ ավելի բան դուրս գա, բայց մենք հասկացանք, որ շուկան պետք է լինի աշխատի։ Հետո բացի դա, դերենի եթե ձեզ զրկում են ձեռներեցով զբաղվելու իմաստով, դուք օրինակ ասում եք, ինչ իմաստ ունի, ավելի լավ աշխատավարձով գալայում աշխատել։ Հասկանում եք, մենք կորցնում ենք, այս ժողովուրդը չի ծնում, չի ձևավորվում ձեռներեցների խավ։ Իսկ այդ 10 մոնաշնորներ ունեցող ձեռներես չեն։ Եվ որ խորանում ես ոչ թե նրանց վաճառքների մեջ, այլ նրանց ծախսերի մեջ, օրինակ կարագի վաճառքը, երբևէ մտածել եք, որ Հայաստանում կարագը ինչի է Նոր Զելանդիայից գալիս։ Ինչ ձերի կարակը լի, որ Նոր Զելանդիայից եկածը ավելի էժան է լի, քան թե ասենք Ուկրաինայից կամ Ռուսաստանից եկածը։ Մտածել եք, խորացել եք։ Այնքան անպատիժ գին է մարդը դրել։ Կարակի գինը այսօր նա 7-ից 8 դոլար է ծախում Հայաստանում գինը։ Աշխարհում մանրածախանդում կարակի գինը 3 դոլար է։ Երբ որ այստեղ մրցակցությունն գինը 3.5 դոլարն էր, այսինքն 1000-1200 դրամ, դուք կտեսնեիք, որ նրանք կխորանային, տեսնեն հետի ծախսերը որ ավելորդ են անում։ Նույն ձևի եթե մրցակցությունն էր 100 գազարդի հաշվով, այս մարդը կխորանար իր ծախսերի մեջ, այլ ոչ թե ամեն անգամ կպահանջեր, որպեսզի ավելացնեն սակագինը։ Այդ դեպքում կստացվեր տնտեսություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, ցավոք մեր ժամանակը սպառված է, վերջին հարցը տամ եւ ամփոփենք։ Սոցիալական լարվածություն եւ սոցիալական